Դերասան Հարութ Արշակյանն, ով հայտնի է «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Մարիամի կերպարով, վերջին շրջանում ապրում է իր կյանքի ամենահուզիչ և երջանիկ փուլերից մեկը։ Նրա անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես նրա երկրպագուների, այնպես էլ լրատվամիջոցների շրջանում։ Այսօր Հարութ Արշակյանն ու իր սիրելին Քնարը որոշել են իրենց երեխայի սեռը բացահայտել Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Այս գեղեցիկ պահը նրանք կիսել են իրենց հետևորդների հետ, հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք ուրախությամբ հայտարարում, որ սպասում են աղջկա։ Այս հուզիչ պահը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում և բազմաթիվ մարդիկ շնորհավորանքներ են հղել զույգին։ Հարութ Արշակյանի և Քնարի հարաբերությունները միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում, նրանց սերը և փոխադարձ հարգանքը հաճախ են արտահայտվում սոցիալական ցանցերում լուսանկարների և գրառումների միջոցով։ Նրանց հարաբերությունները հիմնված են վստահության, սիրո և փոխադարձ աջակցության վրա։ Դերասանի մասնագիտական կյանքը նույնպես լի է հաջողություններով, նրա մասնակցությունը «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում մեծ ճանաչում է բերել նրան։ Նրա կերպարը Արամը հանդիսատեսի կողմից սիրվել է իր անկեղծությամբ, հումորով և մարդկային որակներով։ Հարութ Արշակյանի խաղը գնահատվել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագետների կողմից։ Հարութ Արշակյանի անձնական և մասնագիտական հաջողությունները վկայում են նրա աշխատասիրության, նվիրվածության և տաղանդի մասին։ Նրա կյանքում տեղի ունեցող այս ուրախալի իրադարձությունները միայն ավելացնում են նրա հանդեպ սերը և հարգանքը։ Այսպիսով, դերասանը ոչ միայն տաղանդավոր է, այլև սիրող ամուսին և ապագա հայր, ում կյանքում տեղի ունեցող ուրախալի իրադարձությունները ոգեշնչում են շատերին։ Նշենք, որ այս համագործակցությունը Հարութ Արշակյանի և պրոդյուսեր Ելենա Արշակյանի համար առաջինը չէ։ Դերասանը նկարահանվել է նաև Ելենա Արշակյանի մի շարք այլ նախագծերում, որոնցից մեկը հենց «Սերը երբեք չի մոռանում» հեռուստասերիալն էր, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսին։ Նկարահանվում եմ Ելենա Արշակյանի սերիալում սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանը։ Արդեն 6-րդ համագործակցությունն է, շատ ուրախ եմ մեր համագործակցության համար, ասել էր դերասանն իր հարցազրույցում։ Բարդ է համատեղել սերիալային գրաֆիկն ու երգը, բայց փորձում եմ հասցնել։ Մարդիկ այնքան լավ ու դրական են արձագանքում, որ դա ոգևորում ու պարտավորեցնում է։ Խոսելով առաջիկայում սպասվող սերիաներից, դերասանը նշել է, որ շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում։ Հեռուստադիտողը թող ոչ մի սերիա բաց չթողնի։ Կերպարը շատ եմ սիրում, շատ խորն ու բարդ հոգեվիճակ ունեցող սիրող տղա է, ով զոհ է գնում ընտանիքի երջանկությանը, բայց նաև պայքարում սիրո համար։ Նշենք նաև, որ Հարութ Արշակյանը ծնվել է Կրասնոդար քաղաքում, այնուհետև 6-ամսական հասակում ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և մանկությունն անցկացրել է Երևան քաղաքում։ Սովորել է Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ 8-րդ դասարանից սկսած սովորել է ֆիզմաթ հատուկ դպրոցում, հաճախել ֆուտբոլի, այնուհետև 2 տարի եղել է Հայ ասպետ կրթադաստիարակչական հիմնադրամի սաներից։ Ինչպիսի նախասիրություններ ունեիր դեռ վաղ տարիքում և արդյոք փոխվել են դրանք, դերասանը պատասխանել է. «Շատ նախասիրություններ եմ ունեցել, բայց կառանձնացնեմ երգը, պարը և սպորտը։ Երգել եմ վաղ հասակից, ընտանեկան առիթներից սկսած մինչև տարբեր միջոցառումներ և մյուզիքլներ։ Նախասիրություններս չեն փոխվել, նույն սերը կա մշակույթի և սպորտի հանդեպ և գնալով ավելի է ամրապնդվում և արմատավորվում։ Երբ և որ տարիքում սկսեցիր զբաղվել երգարվեստով և ով էր այն մարդը, որ նկատեց տաղանդդ արվեստի ոլորտում» հարցին նա պատասխանել է. «Զբաղվել եմ դեռևս 3 տարեկան հասակից և ինչպես նշեցի, դպրոցական տարիներից մասնակցել եմ գրեթե բոլոր ներկայացումներին, տարբեր միջոցառումներին։ Մի շարք բնագավառներում ուժերս փորձելուց հետո ծնողներս հասկացան, որ երգարվեստի մարդ եմ, որին հաջորդեց մասնագիտական ուսուցումը երգարվեստի ոլորտում։ Եվ հասանք այն փուլին, որ երգը դարձավ իմ առօրյան ու կենսակերպը։ Տարիներ անց քայլերդ քեզ բերեցին երգի պետական թատրոն, ինչ հիշողություններ ունես այնտեղից, բարդ էր։
Սովորելու հանդեպ սերս հետագայում հասցրեցին ինձ երգի պետական թատրոն, ինչի համար շատ ուրախ եմ: Ընդունվեցի ժողովրդական վոկալ բաժին, այնտեղ ստացա մասնագիտական, պրոֆեսիոնալ կրթություն: Այդ ընթացքում ստանում էինք վարպետաց դասեր Արթուր Գրիգորիչից և կայացած արտիստներից, որոնց տեսնելով սկսնակ արտիստն ավելի նպատակասլաց էր դառնում: Հիշողություններս կապված են անմիջական և ուսուցողական մթնոլորտի հետ: Դարձել էինք մի մեծ ընտանիք, այնտեղ օր-օրի ավելի էի կատարելագործվում և զգում էի, որ իմ ներսում ձևավորվում էր բարձր ճաշակ, ինչի համար շնորհակալ եմ երգի պետական թատրոնին: Հիշարժան է նաև վերջին հաշվետու համերգը, որտեղ պետք է ցուցադրվեր այն, ինչը սովորել ես, և կարծում եմ հանդիսատեսը հավանեց ու գնահատեց մեր աշխատանքը: Նշենք, որ Հարորդ Արշակյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտել է կարմիր դիպլոմով և կարող եմ ասել, որ այս փուլից հետո ավելի լիարժեք կարող եմ ներկայանալ հանդիսատեսին, քանզի առավել քան ճանաչեցի հայկական երգն ու մշակույթը, ասպարեզում ավելի հմտանալուց հետո բնականաբար հասկանում և համեմատություններ է սկսում տանել, իսկ ձեռագրի հետ կապված կարող եմ ասել, որ ստեղծել եմ իմը և շարունակելու եմ այդ երգելաոճով: